Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում ծովից ծով փոդքասթի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ են ինչպես միշտ Ռուբեն Մելիքյանը Երևանից եւ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն, բարև ձեզ հարգելի դիտողներ։ Մենք այսօր ակտիվ թեմաներ կշոշափենք, Ռուբեն։ Դե մենք փորձում ենք ամեն անգամ, չգիտեմ ինչքան է ստացվում, եւ դա նաեւ մենք փորձում ենք հասկանալ մեր դիտումների քանակից, լայքերի քանակից եւ այլն, ուստի մենք խորհուրդ ենք տալի եւ խնդրում ենք, ավելի ճիշտ ոչ թե խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեր դիտողները եթե հավանում են մեր կոնտենտը, ապա չմոռանան լայք կոճակը սեղմել, նաեւ բաժանորդագրվել Anti-Fake-ին, այդ հարթակում ենք մենք հերարցակվում, մեր գործընկերներին էլ եթե հնարավորություն ունեն կարող եք, եթե հնարավորություն ունեք կարող եք օգնել, նկարագրության մեջ բոլոր հնարավորությունները կան, հիմա չթվարկեմ, դա շատ կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենա Anti-Fake-ը զարգացնել իր պրոդուկտները, նոր պրոդուկտներ ստեղծել, իսկ դուք տեսնում եք, որ օր-օրի դրանք շատանում են, բայց ոչ թե շատանում են սնկի պես, այլ շատանում են ավելի որակյալ բաների պես, որովհետև ցույց է տալիս նաև այդ թվերը ցույց են տալիս, որ դրանք դուք դիտում եք, դուք հավանում եք եւ ձեզ դուր է գալի։ Այսքանը։ Այս շաբաթ գորը շաբաթ էր, իրադարձությունները շատ էին եւ բազմաբնույթ, հա, ուրեմն Երևանում եղան բազմաթիվ կարևոր ու հիշարժան իրադարձություններ, Ստամբուլում տեղի ունեցավ կարևոր հանդիպում, Անկարայում, ինչու՞ չէ, Տիրանայում եղավ Եվրոպական այդ գագաթաժողովը, Ալբանիա, բայց փորձենք գոնե կենտրոնանալ, ասենք, Երևանի իրադարձությունների վրա, եւ ամենամեծ աղմուկանոցը, բարի բուն իմաստով, ամենաշատ գորգորոցը, ամենաշատ բղավոցը, փաստորեն ազգային ժողովում տեղի ունեցած այդ ծեծկռտոցն ու հայհոյանքներն էին։ Դե ծեծկռտուկ չէր, քաշքշոց էր, ամեն դեպքում ոչ ստանդարտ իրադարձությունը հերթական անգամ ԿՊ-ի կատարմամբ։ Բայց ես կարծում եմ արդեն այդ ոչ ստանդարտը սկսում է ստանդարտ դառնալ, մոտենում է ստանդարտին, դա էլ կա։ Եկեք հիշենք ինչից սկսեց, հա սա։ Հիշենք։ Փաստորեն սկսեց նրանից, որ ԿՊ-ին մեղադրեցին կոռուպցիայի մեջ։ Ուրեմն կոռուպցիան այն հիմնական գործիքներից մեկն էր, երևի երկու գործիքից մեկը, որը որ ԿՊ-ն միացել է, ԿՊ-ն ներկայացել է աշխարհին, մանավանդ ուրեմն հայ ժողովրդին, մանավանդ փողոցներին եւ հույս ունի այդ կոռուպցիայի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի բրենդի նկատի ունես հավանաբար, չէ՞։ Ահա, կոռուպցիայի անվան, այսպես ասենք, այո, այդ բրենդը լավ ասացի։ Փաստորեն այդ կոռուպցիայի դեմ պայքարի բրենդի տակ շարունակել իր հաղթարշավը, ուրեմն արդեն առնաքանվող Հայաստանում։ Հիմա արի մի հատ էս մասը ֆիքսենք, նոր անցնենք առաջ, այս շատ կարևոր արձանագրում էր, դրա վրա շատերը չեն, որ ուշադրություն են դարձնում, բայց ֆիքսենք, որ այս ամեն ինչը, ես այդ բառը օգտագործեմ, հոգեխանգարմունքը առաջացավ հենց կոռուպցիայի հետ կապված խոսակցությունների, մեղադրանքների, շատ արդար մեղադրանքների, որ նրանց ներկայացվեցին, այդ ամեն ինչի հիման վրա։ Հիմա ինչու է իրոք սա իրանց համար այդքան կարևոր։ Այդ որ բրենդ ենք ասում, պատահական չենք ասում։ Տեսեք, օրինակ, Հայաստանում մի տարբերություն շատ երկրների այս իշխանությունները ստեղծեցին առանձին օրինակ հակակոռուպցիոն դատարան, այդպես անունը դրեցին, առանձին հակակոռուպցիոն կոմիտե։ Տեսեք, առաջ գոյություն ուներ այսպես կոչված հատուկ քննչական ծառայություն։ Մի հատ կար քննչական կոմիտե, որը քննում էր բոլոր գործերը, այնտեղ մի ուրիշ կառույց էլ կար պաշտպանության, սկզբից պաշտպանության նախարարությունում դա միացվեց քննչական կոմիտեին, հետո ԱԱԾ-ում դա էլ միացվեց քննչական կոմիտեին, բայց գոնե պետքա երկու կառույց լինի եւ այդ մյուս կառույցը կոչվում էր ՀՔԾ կամ հատուկ քննչական ծառայություն, որի հիմնական խնդիրը իրականում իրավապահ մարմինների կողմից իրականացվող ապօրինություններն էին։ Օրինակ խոշտանգումներն էին եւ այլն։ Այսինքն նրանք նրա համար էին, որպեսզի պետությունը զուսպ լինի, պետությունը ապօրինություններ չանի։ Հիմա իրանք այդ ՀՔԾ-ի բազայի հիման վրա ստեղծեցին հակակոռուպցիոն կոմիտե։
Այսինքն օրինակ խոշտանգումների գործերով, չգիտեմ, հերթով կարող ենք հիշել բոլոր խոշտանգումների այն հանրային հնչեղություն ստացած գործերը, որ Սամվել Վարդանյանից սկսած էս վերջերս Գյումրիում տեղի ունեցած ուրեմն Լիլիթ Աղեկյանի դեպքով, որը նույնպես խոշտանգման մաս կազմող նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորում էր։ Առաջ այդ բոլոր գործերը քննելու համար եւ արդար քննելու համար առանձին կառույց կար։ Լավ էին աշխատում, վատ էին աշխատում, այլ հարց է։ Իրականում պարզա, որ այտենց եսի ինչ լավ չէին աշխատում, բայց ամեն դեպքում պետությունը ցույց էր տալիս, որ այս երևույթների դեմ ինքը պատրաստվում է պայքարել նաև առանձին կառույց ստեղծելով եւ դա ինչ որ ժամանակի ընթացքում ավելի բարելավում էր։ Այս սրանք դա վերացրեցին, դրա փոխարեն կոռուպցիայի դեմ պայքարի հանձնարարություն տվեցին նախկին ՀԿՑ-ին, կոպիտ ասած ՀԿՑ-ն հիմա զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով։ Եվ այդ կոռուպցիայի դեմ պայքար ասվածը իրանց համար դա 90% եւ ավելին դեպքերում, այսպես կոչված ճակերտավոր ասեմ, նախկինների կոռուպցիան է, իսկ իրանց կոռուպցիան այնքանով, որքանով իրենց քաղաքական շահերին դա չի հակասում, ընդ մանր-մունր ինչ որ այտենց պասաժիրներ են իրանք վերցրել այս ընթացքում իրանց նավի վրա, որոնք որ իրանց հետ ոչ մի կապ չունեն, բայց ծառայում են որպես մորթացումներ, որ երբ որ պետք կլինի, տես մեկ էլ հոպ, տեսեք ես ինչ փոխնախարարը, հոպ, տեսեք ես ինչը, այն ինչը, կամ ասենք ինչ որ դատավոր, որ իրանց հետ ոչ մի կապ չունի, եւ այլն, այսպիսի բաներ։ Նկատի ունեմ վերջին Արտուշ Ինչանի դեպքը, ներկայումս կալանավոր։ Էսա, ես ուզում եի մի հատ այս մասը ֆիքսենք, նոր արդեն իրադարձությունների քննարկմանը գնանք։ Հիմա արի, գիտես, ես գիտեմ, որ որպես իրավաբան դու սովորես փաստերով գործել, փաստերի վրա հիմնվել, բայց արի sense բան հասկանանք։ Հիմա կոռուպցիա կա թե չկա։ Ադե ոնց կարող է չլինի, այ աղաս ջան, ոնց կարող է չլինի, այդ ինչ որ երկիր գիտես, որ կոռուպցիա չկա։ Հարցը ես ճիշտ չեմ համարում։ Եկեք հարցը մի քիչ ուրիշ կերպ դնենք։ Իրականում կոռուպցիան երկու մասի պետք է բաժանել։ Մեկ են, այսպես ասած, փողոցային կոռուպցիան, կներեք լակոտական կոռուպցիա, այսպես ասենք, այս ձևակերպման համար։ Ներողություն, մյուսը կազմակերպված կոռուպցիա։ Առաջինի տակ նկատի ունեմ, որ ասենք ինչ որ մի փոքր աշխատող, ինչ որ մի 2 կոպեկ բան է կպցնում, դա եւս կոռուպցիա է բնականաբար։ Բայց երբ որ ասում են կոռուպցիա կա, ավելի շատ նկատի ունեն երկրորդ հարցը, համակարգված, կազմակերպված, իշխանությունների հետ սերտաճած երևույթը գոյություն ունի թե չէ։ Պարզ չի որ գոյություն ունի, աշկերից առաջ չի ամեն ինչ։ Ասենք մենակ անիվ բառը ասում ես, էլ կարաս առաջ չանցնես։ Ես էլ այդ բառը չեմ։ Հա, վերջ։ Այն մնացածը կարաս չքննարկես։ Կարող ես նույն ձև ասել սակուրա, կարող ես ասել ասֆալտ։ Այո։ Ուրեմն բրիլյանտներ, որ արտահանվում են Էմիրատներ, այս ամեն ինչը աստորեն նույն լոգիկայի մեջ է եւ չգիտեմ ինչի, ուրեմն դա հիստերիա է առաջացնում աստորեն իշխանական շրջանակներում։ Բայց ուրիշ հարց կա այստեղ, հա։ Գիտես, որ ասում են կոռուպցիայի դեմ պայքար, ես հիմա մի բան եմ ուզում հարցնեմ, ասենք դու ավելի լավ գիտես դետալները։ Ասենք այդ մանումենտի դղյակներից քանիսն է վաճառվել հիմա։ Ես դետալներին լավ չեմ տիրապետում, բայց այն կարամ ասեմ, որ իրանց համար մի քանի sense բրենդային բաներ կային, դեպքեր կային, բրենդային չէ, երևի ավելի շատ ցուցադրական, որոնք իրանք անընդհատ տենց բանի պես, մանտրայի պես կրկնում էին, այն արևելյան են կրոնական այն մանտրային, որ անընդհատ ինչ որ նույն բան է կրկնում են, բայց այդ կրկնելու մեջ կտրվեց կապի իրականության հետ, այսինքն երբ մենք խոսում ենք մանումենտի դղյակներ եւ երբ մենք խոսում ենք մանումենտի դղյակներ խոսույթի մասին, դրանց կապը կտրվել է, արդեն մարդիկ չեն էլ հետաքրքրվում, այդ իրական դղյակները ինչ եղան, իրանց հետաքրքրում է խոսույթը, այն որ հենց որ մի բան ասում ես, միանգամից ինչ որ տարբեր արտահայտ, լավ էր որ մանումենտի դղյակներ սենց էլի, դե դրանք ինչ եղան, ոնց եղան, որտեղ գնացին, ինչ արեցին, դա որպես օրինակ եմ ասում, մարդիկ չեն հետաքրքրվում, սա է։ Հիմա այդ հիմքը այո, կոռուպցիայի հետ կապված հարցներ, բայց ամեն դեպքում ես առաջարկում եմ նաև բովանդակություններ քննարկենք։ Հիմա քո տպավորությամբ սրա զարգացման սցենարները որոնք են։ Օրինակ ես տեսա, որ կներես այս փաստը ասեմ, ես տեսա այդ այլանդակությունից հետո երբ իրանց փողոցայինի պես էին պահում ԿՊԱ-ական պատգամավորներ, որոնք ընդհանրապես փողոցային մշակույթի հետ որևէ կապ չունեն, իրանց դրել էին, չգիտեմ ում տեղ, էլի։ Դրա
օրը, այդ նույն օրը, որևէ մեկը Հայաստան ֆրակցիայից ոնց որ թե չեկավ նիստի, նաև հաջորդ օրը չեկավ նիստի։ Եվ իմ մոտ այնպիսի մտավախություն է, որ դա ինչ որտեղ կապված է նախորդ օրը իրենց հնչեցրած սպառնալիքների հետ։ Ոնց ես նայում այս հարցին։ Չեմ կարծում, թե սպառնալիքները լուրջ են, ավելի շուտ Հայաստան ֆրակցիան փորձում ցույց տալ, որ չգիտեմ, քաղաքական քայլ անում եւ զարգացումները կլինեն, ենթադրում եմ, այնպես որ Հայաստան ֆրակցիան, ասենք, մեկ շաբաթից կամ երկու շաբաթից կվերադառնա ազգային ժողովի դահլիճ, ուրեմն ասենք մի ամիս միգուցե ավելի հանգիստ իրավիճակ կլինի, հետո նորից կսկսեն իրար հայհոյել, քաշքշել եւ այս process-ը ուրեմն որոշակի բարբերականությամբ որում կրճատվող բարբերականությամբ կհասնի մինչև ընտրություններ։ Ու ամեն դեպքում նաև չմոռանանք, որ հերթական նստաշրջանը հունիսին է ավարտվում, այսինքն բան չմնաց, մեկ թե երկու հերթական երրորդյա, չէ, քառորդյա հիմա արդեն, այդ առաջ էր երրորդյա, մեկ թե երկու քառորդյա մնացել, ու հետո եթե լինի, կարա արտահերթ լինի, տենց արագ ինչ-որ հարցեր քննարկեն, так что տենց առանձնապես բան էլ չկա, բայց ամեն դեպքում մենք մի բան ֆիքսենք, որ ԿՊԱ-ականները իրանց ագրեսիան չեն թույլատրել եւ ոչ մի նշան չկա, որ հնարավորություն կա ինչ որ առումով ակնկալել, որ իրանք ինչ որ ներքին զսպվածության ինչ որ համակարգ ունեն։ Չկա այդ, պրոստը գոյություն չունի։ Այդ մարդկանց մոտ դա վերացրել։ Սպինոզան ոնց էր ասում, ես մտածում եմ, որ ես գոյություն ունեմ, չէ՞։ Դեկարտը չէ, թե դրանից են adnորություն։ Հա, դե իրար հարևան էին։ Հիմա այդպես փաստորեն ԿՊ-ն ցույց է տալիս, որ ինքը երբ որ արտահայտվում է որպես կառույց, իրեն որպես ներկայացնում է որպես կառույց, դա նշանակում է ինքը գոյություն ունի։ Հետաքրքիր, լավն էր, հա, ձևակերպումը, հա։ Իրաց գոյության ապացույցը իր այդ այլանդակությունն է։ Հա, եւ ուրեմն ընդդիմության գործողությունները, ընդդիմությունը գոյություն ունի զուտ նրա համար հիմա, որ դրան արձագանքի։ Արդյոք դրա համար ենք պետք ընդդիմությունը ընտրել, կամ արդյոք դա է քաղաքական գործունեությունը։ Էս է իմ հարցը։ Հարցը ռետորական ենք համարում, մենք հիշեցնենք 2021 թվականը, որտեղ որ ես ու դու մի ֆորմատի մեջ էինք ընտրությունների վերահսկման կոմիտեի ձևաչափով, մենք անընդհատ փորձում ենք վերահսկել, խախտումներ գտնել, բարձրաձայնել, դա անում ենք նրա համար, որ օգտագործվի դա, հետագայում ինչը իրականություններ ընտրությունները կասկածի տակ դրվեն, ցավոք սրտի այդ ռազմավարությունը չընտրվեց, երկրորդ տեղը գրաված ուժը սահմանադրական դատարան դիմեց, որից հետո իր գործողություններով ցույց տվեց, որ արդյունքների հետ մեծ հաշվով հաշտ է, բայց խոստում տվեց, որ դե լավ, օքեյ, հիմա չստացվեց ընտրություններով, բայց դե մեր խոստումը ուժի մեջ է, մենք այլ միջոցներով հարցը կլուծենք, հիմա մենք այլ բան չունենք անելու, քան սպասենք ու տեսնենք, որ ոնց որ թե այս պահին, ոչ թե ոնց որ թե այլ այս պահին դա զրո արդյունավետություն ունի։ Արդյունքի չենք ասել, հա։ Եվ այո, մեր գործընկերները, ես ուզում եմ դա էլ ասեմ, այնպես չստացվի, որ տենց ես հարազատաբար եմ վերաբերում, այնպես չստացվի էլի, որ տենց օտարի պես ենք վերաբերում։ Մեր ընկերներն են, մեր հարազատներն են, մենք տեսնում ենք նրանց ցանկությունը եւ այլն, բայց մի բան է ցանկությունը եւ նպատակադրումը, մի բան է դրան ուղղված ինչ որ գործողությունների ծրագիրը, որ տենց այս պայդրությամբ չի երևում, բացի նրանից, որ դե եկեք գնանք սպասենք տեսնենք 2026-ին ոնց ենք անում, մեկ էլ դե հանրային օրակարգը, որ արդեն գոյություն ունեցող օրակարգ է, իմպիչմենտի օրակարգն է, որը որ փաստ է, որ կարևորագույն արդեն օրակարգ է դարձել, կարճ ժամանակում դա դարձավ որպես տարբերակ ավելի արագ հարցերը լուծելու, ավելի արդյունավետ հարցերը լուծելու։ Էսա, այսինքն մեր գործընկերները այնտեղ, հա, պատասխանում են, արձագանքում են դրանց այլանդակությունին, բարձրացնում են կոռուպցիայի հարցերը, բարձրացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների հարցերը։ Այդ առումով ես ասեմ, որ որպես իրավապաշտպան կարամ ասեմ, որ որևէ պրետենզիա չկա,
թե արդյոք ինչ որ հարց կա, որ իրանք չեն բարձրացնում։ Այո բարձրացնում են արդյունավետ, այն առումով, որ փաստարկները ճշգրիտ, տեղին, ժամանակին բերվում են, ճիշտ հարցադրումներ են արվում, ֆուտբոլային լեզվով մի անգամ էստեղ դրա մասին խոսել ենք։ Պաշտպանության գիծը այդ առումով լավ է աշխատում, բայց դե մեզ էստեղ հաշիվը այնպեսին չի, որ մեզ եղած հաշիվը ձեռատալի պետքա գոլ խփել, այլ ոչ թե պաշտպանության վրա շեշտադրում անել։ Հին անեկդոտ է հիշեցի։ Գիտես, որ հայրը հարցնում է տղա ջան, ինչի երեխա չեք ունենում, ասում է պաշտպանվում ենք, հայրիկ։ Ասում է տղա ջան, ամուսնացել ես, որ հարձակվես, ոչ թե որ պաշտպանվես։ Հիմա անեկդոտ էլ ես պատմեմ, լավ, մենք մի հատ լավ ընկեր ունեինք, մեր ուսխորհրդի նախագահն էր, այտենց բավական այն ժամանակ բնորոշ ձևով այտենց ուսխորհրդի նախագահ էր, լավ իմաստով ամբիցիոզ, դրական իմաստով, եւ մեր դեկանը հարցնում է, ասում է, այսինչ ջան, ինչ եք անում ձեր ուսխորհրդով, դե ասում է, հարգելի պարոն, այսինչ ան, 4 նիստ արել ենք, հələ 6-ն էլ պիտի անենք։ Դու վերադարձար ազգային ժողովի օրակարգին։ Այսինքն ինչ է լինելու, բնականաբար, ասենք, ընդդիմադիր պատգամավորները շատ ճիշտ ձևի պետք է պատասխանեն, ասեն, որ բայց մենք ինչ կարող ենք անել, նրանք են մեծամասնությունը, օրենքները թույլ չեն տալիս մեզ ավելի ակտիվ գործունեություն, անգամ մի հայտարարություն չենք կարողանում անցկացնել ազգային ժողովում, հասցրին ազգային ժողովում չենք կարողանում էֆեկտիվ աշխատել։ Ես կարծում եմ, այստեղ բնական առաջարկ կարող է լինի, որ ուրեմն պետք է փորձել ազգային ժողովից դուրս աշխատել ավելի էֆեկտիվ, գտնել աշխատանքի ձևերը, առաջարկ, որը որ կարծես թե դեռևս չի իրականացվում։ Դե չգիտեմ, այդ իմպիչմենտի փաթեթը ընդհանուր ներառում է բնականաբար ազգային ժողովից դուրս աշխատանքը, այնպես չի որ չի ներառում, այսինքն ոչ մեկ չի ասում, ստորագրությունները կդնեք, ինչպես ժամանակին ասում էին, որ նախկին գլխավոր դատախազին Արտուր Դավթյանի մի ստորագրությամբ կարելի է այս հարցը լուծել, Նիկոլ Փաշինյանի ձերբակալման մասին որոշման տակ մի ստորագրությամբ։ Այդպիսի նաիվ բաներ էին ժամանակին ասում, հիմա ոչ մեկ չի ասում, որ այդ ստորագրություններով կարելի է իմպիչմենտի հարցը լուծել։ Չէ, բնականաբար դա համակցված կոմպլեքսային process է, որը որ ներառում է նաև փողոցային պայքարի բաղադրիչը, բայց մենք տեսանք, որ մի քիչ ոնց որ թե ոչ այնքան ինչ որ մի բան դուրներս չի իմ դուրի ինչ որ մի բան չի գալի, որտեվ երկու падգամավոր ԿՊ-ից բոկված երկու падգամավորներ պաշտոնապես հայտարարեցին, որ իրանք պատրաստվում են սկսել իմպիչմենտի գործընթաց եւ իրենց տեխնացիոնել եւս մեկ ԿՊ-ից բոկված անձնավորություն է Էդմոն Մարուքյան անուն ազգանունով։ Ասենք ես հիմա կանդրադառնամ դրան, բայց ինչ մեր դուրը չի գալիս, ինձ թվում է, դա այն է, որ կարծես թե սկսվել է արդեն նախընտրական պայքար, շատ նման է դրան, որովհետև երկու կողմեր փորձում են ցույց տալ, որ իրենք են այս ժողովրդի հույսերի, շահերի, չգիտեմ, արտահայտիչ են, ներկայացնողը, բայց ես կարծում եմ ուղղակի, որ դա ֆալշ ստարտ է։ Առաջին հերթին նրա համար, որ հիմա մենք գտնվում ենք անվտանգության ծայրահեղ սպառնալիքների տակ, եւ այսօր ուրեմն ընտրությունների մասին խոսելը մի փոքր վաղ է, որովհետեւ վաղը չգիտես ինչ քաղաքական եւ ինչ անվտանգային ինչա գլխներից գալու։ Ժողովրդական լեզվով ասած։ Եվ ուրեմն այդ երկու падգամավորի առանձնել ինձ թվում է էլի ֆալշ ստարտ է, բայց ավելի կոնկրետ նպատակով։ Օրինակ, ես կարծում եմ, որ իրաց կհաջողվի, չգիտեմ, 34 թե 36 ստորագրությունը հավաքել ԿՊ-ով։ Հա։ Հետո մտնել ուրեմն այդ օրակարգով ազգային ժողովը կմերժի այդ ամեն ինչը, հետո վերջ, ուրեմն այլ 6 ամիս այդ մասին չեն խոսում։ Ուրեմն իմպիչմենտի թեման փակելու համար հաստատել գավազարյանը։ Դե չէ, մի քիչ դժվար եմ պատկերացնում, այսինքն ինչ ԿՊ-ից ով պետքա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու, այսինքն ինչ որ մեկը պիտի ստորագրի ասի, այո, ես կողմ եմ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելուն ու շարունակի մնալ ԿՊ-ի ֆրակցիայում, դու դա տենց նորմալ ես դրան նայում։ Եթե դա լինի Նիկոլի հրամանով, այո։ Հա, բայց Նիկոլը կարող է դրանով շատ հանգիստ փակի իմպիչմենտի թեման։ Հա, բայց դա շատ տեխնիկական կլինի, դա տենց ինչ որ
Բայց ներողություն, քանի անգամ Նիկոլը տեխնիկապես ընտրվել վարչապետ, քանի անգամ տեխնիկապես հրաժարական տվել, հետո նորից տեխնիկապես։ Ճիշտ ես ասում, տեխնիկապես հրաժարական տվել, որպեսզի ընտրություն լինի, էդ էլ ես ճիշտ ասում, իհարկե։ Ընդ որում 2 անգամ։ Հա, ուղղակի այդպես բան չէր եղել, բայց այն Չեռնոբերձինի խոսքը հիշեցինք, էլի, ասում, никогда такого не было, и вот опять։ Опять, հա։ Никогда такого не было, и вот опять։ Հիմա տես բան կարա լինի, էլի։ Հիմա ոչ մի անգամ չի եղել, բայց նորից տենց ինչ-որ, հա, չէի մտածել դրա մասին, բայց տենց բացառել մի տեսակ չեմ կարողանում։ Թեև նորից ասեմ, էլի չեմ պատկերացնում, էլի։ Ասենք Արսեն Թորոսյանը, մտքինս Արսեն Թորոսյանը մեկ էլ ինչ-որ ստորագրում է, ասում է, հա, համաձայն եմ, եկեք Նիկոլին հանենք, Էդմոնին դնենք ու շարունակում է մնալ ԿՊ-ի ֆրակցիայի մաս։ Մի տեսակ Ընդհանրապես ես կարծում եմ, ասենք մի 15-20 SMS-ի արդյունքում կարելի է նման տեխնիկական տեսնենք։ Դե բայց մյուս կողմից էլ աղջան դու նենց ես ասում, ոնց որ այն իմպիչմենտը ընդդիմության կողմից իմպիչմենտը տես պատրաստ էր 6 մինուտ վիճակ է, հեսա ուր որա շրխկ ու Նիկոլը պետքա դրա դեմը առնի։ Մի տեսակ արդյոք տենց է վիճակը։ Ամեն դեպքում առաջի հերթին նա վախենում է դրանից։ Ես էլ եմ կարծում, որ վախենում է, որովհետև ինքը իրավական անխոցելի բան է, մեխանիզմ է, ինչ որ տենց ընդ բան չկա, էլի։ Ինքը իրավական անխոցելի մեխանիզմ է, իրավական առումով։ Ուրեմն ինքը պետք է դրա դեմը առնի, չէ՞, նախապես։ Եվ երկրորդ մի սկզբունք կա, որին ես այս 7 տարվա ընթացքում միշտ փորձել եմ այդ սկզբունքով մտածել, որ Նիկոլին ոչ մի ստորություն, ուրեմն ոնց ասեմ, օտար չի։ Не чуждо։ Այո։ Այսինքն չեմ բացառում, որ ինքս այս խաղերը մտածել։ Թե չէ, ասենք Հովիկ Ղազարյանը, Էդմոն Մարուկյանը, բոլորը Նիկոլին մոտիկ մարդիկ ինչի պետք է տես քայլի գնային, էլի։ Ինչևէ, կերկարեմ իմ մոտ այդ տպավորությունն է, որ նախընտրական վիճակ է եւ այդ նախընտրական վիճակի հետ կապված ես այքես ուզում եի, գիտես, ես չգիտեմ, երբ խոսանք այդ մասին թե չէ, բայց հայկական մեդիան իհարկե բավականին ծանր վիճակում է եւ ստեղից ուրեմն ինֆորմացիա ստանալը Հայաստանի վերաբերյալ բավականին բարդ է, այդ առանց է խոսակցությունը։ Ես մեդիայի անկախության հավատացնում եմ քեզ, մեդիան շատ ավելի լավ վիճակում է, քան պետությունը։ Բայց ասեցի պետությունը լավ վիճակում է։ Չէ, ես հասկանում եմ պատճառը, պատճառը այն է, որ շատ մեծ ճնշմարտակ են, դրանով շատ մեծ ճնշմարտակ են եւ ուղղակի չեն հասցնում ուրեմն նյութերի որակի հետևել, որ դա լինի, ասենք, ստանդարտներին համապատասխան։ Ինչևէ, որպես այդ նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քայլերի կարևոր էլեմենտ իհարկե մեդիան է, եւ ես ուզում եմ քեզ խնդրեի մի երկու բառով ներկայացնել, որ կարծես թե հիմա լրագրողների հանդեպ նորից սկսել են ճնշումներ, որում քրեական ճնշումներ, այդ դու նշեցիր, որ եղել է այնտեղ բան, ասենք արժանապատվության նսեմացում, հա, եղել են, այ խնդրում եմ էլի այդ Գյումրիի դեպքի մասին ես Գյումրիի դեպքը, հա։ Դե դա խայտարակ դեպք է իրականում, խայտարակ դեպք է, դրա մասին լավ է, որ բարձրաձայնում եղավ։ Գիտես, ես չէի ուզենա այդ դեպքին անդրադառնալ մամուլի տեսանկյունից, որովհետև այդ անկեղծ լինենք, այդ անձը հանրությանը այդքան ինձ ամենայն դեպս այդքան էլ հայտնի չի որպես լրագրող։ Ինձ հայտնի է որպես ընդդիմադիր գործիչ։ Գյումրիի մասշտաբով ճանաչում ունեցող ընդդիմադիր գործիչ, որը որ բավական կոշտ քննադատությանը հաճախ ենթարկում տարբեր մարդկանց, թե քաղաքական այս խայտարակ խմբին եւ թե իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք հատկապես զբաղվում են իր գործերով։ Այսինքն իրան որպես լրագրող դիտարկելը ես տենց շատ միանշանակ չի էստեղ։ Թեև նա այո, ժուրնալիստների միության անդամ է, բանա, բայց այնպես չի էլի, որ օրինակ ինչ որ լրագրողական գործունեություն է իրականացնում, ինչ որ միտեղ, չգիտեմ, հետքում, ուրիշ հեղինակավոր տեղեր, տպագրվում է եւ այլն, եւ նրան որպես լրագրող լրացնելու, որպես ինչ որ լրատվամիջոցի ներկայացուցիչ լրացնելու ինչ որ գործընթաց կա։ Ասենք օրինակ, չգիտեմ, համեմատելու չի տղաների դեպքի հետ, երբ որ կար
պրոդուկտ, կար իմնեմնիմին ուներ արդեն գնալով աճող հեղինակություն, իմնեմնիմին դիրք էր զբաղեցրել արդեն մեր մեդիայում եւ տղաներին ձերբակալեցին ակնհայտ նպատակով, որ իմնեմնիմին էլ չլինի։ Բայց իմնեմնիմին ոչ միայն շարունակեց լինել, այլև շատ ավելի բարձր նիշա վերցրեց եւ այդ ամեն ինչը պրավալ գնաց։ Այս իրավիճակը չի Գյումրեցի այդ բանի Աղեկյանի պարագայում, բայց դա չի նշանակում, որ դրանով ինչ որ առումով տուժումա այս ոչ թե տուժումա, այլ նվազումա այս խնդրի այլանդակության աստիճանը։ Չէ, ես ուղղակի նշեմ, որ ինքը ինձ հայտնի է որպես շատ ակտիվ բլոգեր։ Հա, նու բլոգերը ցանկացածը սանք էլի բլոգեր, եթե այսպես ասած, դա մեդիայի ոլորտ չի այդքան, էլի բլոգերության կողմներ, էլի, այս տեսանկյունից։ Ինչի եմ ասում, որտեղ անցյալ շաբաթ նաև այլ իրադարձություն եղավ արդեն դասական առումով լրագրողի նկատմամբ, ես դրա համար էի ուզում էլի այդ հայմատությունը հասկացնել, բայց այս ամենով հանդերձ, ուրեմն կարճ ասեմ, որտեղ ես նաև վերջին իմնեմնիմում եմ դրա մասին մանրամասն խոսել, էլի նույն բաները չասեմ։ Ամենակարևորը ակնհայտ է, որ այդ կնոջ նկատմամբ, նու դա տենց անվիճելի կարող ենք համարել, որովհետև օբյեկտիվ բաների հիման վրա ենք ասում։ Շատ բաներ կարելի է ասել, չէ, էսի սենց չէր, նենց էր, բայց այս դեպքում անվիճելի է, որ նվաստացուցիչ վերաբերմունք ա եղել, առնվազն այն մասով, որ մարդուն թույլ չեն տվել, որ ինքը շորերը փոխի եւ ոչ գիշերանոցով բռնվի, եւ երկրորդը այդ ֆիզիոլոգիական վիճակի մասով, որի մասին իր փաստաբան Զարուհի Փոստանջյանն էր ասում, այդ երկու գործոնի մասով առնվազն նվաստացուցիչ վերաբերմունք խոշտանգման դեռ չեմ ասում, այսինքն դա տենց չափերի հարց է, էլի խոշտանգումը ծայրահեղ դրսևորումն է, դրա ավելի մեղմ դրսևորում համարվում է նվաստացուցիչ դրսևորում։ Առնվազն նվաստացուցիչ դրսևորումը այստեղ առկա է։ Հնարավոր է նաև ինտենսիվությունը այնպիսին է, որ մենք այնուհանդերձ նաև խոշտանգման մասին կարող ենք խոսել։ Իսկ մյուս դեպքը Անուշ Միրզոյանի դեպքը, սա արդեն իրավական բեսպրիդելի, իրավական ռեպրեսիվ միջոցի կիրառման դրսևորում է, երբ որ 4 տարի առաջվա դեպքի մասով, այդ տեսեք ստեղ ուշադրություն դարձնենք, որպես լրագրող իր գործունեության համար, իրան պատասխանատվության են կանչել, մեղադրանք են առաջադրել, իր որպես լրագրող հանդես գալու ընթացքում տված պրոդուկտի համար, ինքը որպես լրագրող ինչ որ նյութ է արել, որը որ համարում են հանցավոր, հասկանում ես, սա է խնդիրը։ Եվ զավեշտը որն էր, ես խոսեցի փաստաբանի հետ էլ, Անուշի հետ էլ, երեք իմնեմնիմի նաև հյուրներ, ես շատ կարճ ասեմ, այստեղ մի բանի վրա մենակ ուշադրություն դարձնենք, որ այդ վարչական հսկողությունը, որ ասում են դե լավ, դե հիմա վարչական հսկողություն էր, էլի, կալանք չէր, տնային կալանք չէր։ Չէ, ժողովուրդ ջան, վարչական հսկողություն տարբեր, այդ նույն անվատակ տարբեր բաներ կարող են լինել։ Կոպիտ ասած, երբ որ մենք ասում ենք, չգիտեմ, ուտելիք, մենք կարող ենք հասկանալ թե համով ուտելիք, թե անհամ ուտելիք, չէ, սենց վատ օրինակ եմ բերում, բայց ամեն դեպքում։ Հիմա նույնն է, եթե ասում ենք վարչական հսկողություն, մենք կարող ենք հասկանալ մարդու իրավունքները շատ սահմանափակող դրսևորում եւ մարդու իրավունքները քիչ սահմանափակող։ Ամենաշատ սահմանափակող դրսևորումն է նա, որ օրվա կեսը փորձում են արգելել տնից դուրս գալ։ Երկար ժամանակ այդպիսի սահմանափակման տակ էր, ամիսներ, 6 ամիս ոչ պակաս։ Այդ սահմանափակման տակ էր օրինակ Ստեփանակերտի քաղաքապետը 12 ժամ տնից դուրս մի արի, այլ սահմանափակումների հետ մեկտեղ։ Օրենքով առավելագույնը 12 ժամն էր։ Հիմա ի՞նչն էր զավեշտ տալի։ Այս դեպքով, Անուշի դեպքով, քննիչի միջնորդությունը աղաս 13 ժամ էր։ Այն որ չգիտեմ մաթեմատիկայի հետ էր խնդիրը թե ինչն էր, բայց դե տես մի բան էլ հավել էլի, ասես 12 չէ 13 ժամ տնից դուրս մի արի։ Լավ է որ դատարանը իրականացրեց արդյունավետ իր գործը իրականացրեց, եսի դեպ տենց այն դատարանները, որոնք իրենց գործն են անում, դա տենց շնորհակալության բան չեմ համարում, գնահատման բան եմ համարում, բայց ոչ շնորհակալության, որովհետև դա իրենց գործն է։ Իր գործը իրականացրեց, կարծում եմ, լավ եւ մերժեց բողոքը եւ արդեն հարկ չեղավ քննարկել այդ 12-13 ժամի հարցը, բայց դե դա տենց մի տեսակ շատ տարօրինակ է, էլի։ Կներես, իսկ ինչի մասին էր այդ նյութը։ Նյութի ինչի մասն էր 2021 թվականի այցելության, հիշում ես հայտնի այդ Սյունիքի, որտեղ որ առաջացավ Սյունյաց ողջույն
արտահայտությունը։ Այդ նյութի այսպես լրագրողը, որը որ դա ֆիքսել էր, հետո դա համացանց չէ, լրատվական դաշտ էր մտել, եղել էր հենց Անուշ Միրզոյանը։ Հասկացա։ Էսա։ Պաստորյանը ինչ-որ վրեժխնդրության դրսևորում էր, հա, ոնց որ թե։ Չգիտեմ, որովհետև այս նույն գործի շրջանակներում էր, ես հիշում եմ ամիսներ առաջ, նաև 2 ամիս առաջ Արամ Գասպարյանի Չիկոյի հայտնի գործը, էլի նույն այս գործի շրջանակներում, ախր վրեժխնդրությունը դու հիշի ինչ եղավ։ Ազգային ժողովում այս անձնավորությունը վեկացավ, ասեց, ով ասու, որ մեր իրավապահ համակարգը լավ է աշխատում, հենա մեկը ես։ Օրինակ իմ նկատմամբ sense բաներ ա եղել 4 տարի առաջ։ Ես գող չեմ, այ ախպեր այդ վարույթի ընթացքից։ Նորմալ չէ որ վարույթի իրականացնում։ Մեկ էլ հոպ հաջորդ օրը Չիկոյին են բռնում։ Հոպ 2 ամիս հետո Անուշի նկատմամբ են այսպիսի միջոց կիրառելու միջնորդություն անում։ Էսա։ Լավ, եթե բան ունես ասելու Երևանյան իրադարձություններից, ես ուզում Չէ, արի սահուն ձևով անցնենք Ալբանիա, հատկապես որ բոլորը գիտեն ովքեր արտասահմանում են եղել, որ հարցնում են ասում են որտեղից ես ասում ես Արմենիա, շատերը խառնում են ասում են օ Ալբանիա, բան sense էլի։ Так что իրանց երկիրը տենց մենք հատկապես արտասահմանում հաճախ ենք հիշում եւ ասում ենք ախպեր դա չէ, էլի Ալբանիա չէ, Արմենիա, դրանք տարբեր երկրներ են։ Այդ էլ կա էլի։ Ուրեմն արի Ալբանիա գնանք չէ Ստամբուլ, Հա։ որովհետև այդտեղ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, ուրեմն կարևոր իրադարձությունը փաստորեն ռուս-ուկրաինական բանակցություններն էին։ Ես չեմ ուզում հիմա խոսել այդ բանակցությունների մասին, որովհետև ավելի շատ այդտեղ պրեստիժի խաղեր էին, այդտեղ ոչ մի լուրջ բան չեղավ, բայց այդ պրեստիժի խաղերը շատ կարևոր էլեմենտ եղավ, ուրեմն նախ որ բանակցությունները Թուրքիայում էին։ Երկրորդ, ուրեմն բանակցություններից առաջ կողմերը ասել են, որ մենք երկուսով պետք է իրար հետ զրուցենք, մեզ պետք չի միջնորդ։ Հա։ Թուրքիան պնդել էր, որ ասենք Ֆիդանը, արտգործնախարարը մի հատ ողջույնի խոսք ասի ու դուրս կգա։ Պարզվեց, որ դուրս չեկավ, այսինքն փաստորեն ինքը ներկա էր բանակցությունների ամբողջ ընթացքին։ Եվ դրանից հետո, ուրեմն ըստ մամուլ հրապարակումների ես լավ չեմ հասկանում արդեն, ոնց որ թե Նիկոլը խնդրել է Էրդողանին, որ Ալիևի հետ հանդիպացնի, հետո Ալիևին ասել արի գնանք մի հատ կոֆե խմենք, հետո ինչ որ Էրդողանն ու Ալիևը սկսել են Նիկոլի վրա ծիծաղել, ծաղրել, հա, այդտենց այդ կադրը, հա։ Այստեղ ուրեմն երկու կարևոր բան, առաջինը այնա, որ Թուրքիայի դերը կրկին կտրուկ բարձրացավ ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, հա։ Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է ֆիքսենք, փաստորեն բավականին լուրջ էր, այնքան լուրջ էր, որ կարողացավ ինքը պնդի, որ ինքը պետք է շարունակի այդ բանակցություններում ներկա լինել։ Իսկ դա նշանակում է, որ ամեն կերպ ուրեմն Նիկոլին կոժանդակեն, որ Նիկոլը հանկարծ չլքի իր պաշտոնը, որովհետև Նիկոլի միջոցով հարգի բան են փոխում Թուրքիայի համար Հայաստանից, այնպես որ Նիկոլը դեռ կարևոր է։ Իսկ երկրորդ իհարկե էլի այդ Նիկոլի խեղճ անիմաստ վիճակներ, որ փաստորեն էլի գնացել է, խնդրել է Ալիևին։ Զզվելի, դա իմ կողմից ասել։ Հա, էլի, հա։ Քստամնելի։ Հա, խնդրել է, ասել է, բայց ձայց լավ էլի, այդ թուղթը ստորագրի էլի, դա պետք է էլի, ես կապախտա ասում եմ, որ ես լուրջ գործիչ եմ, որ ես լուրջ խաղաղություն եմ բերում մեր ժողովրդին, որ ես խաղաղության ուրեմն վարչապետն եմ, եթե թողտա էլի ստորագրի մեկը ոչ իմանա չի փոխում քո համար, ուզում ես ունի կվերցնես, էլի կհարցակվես կվերցնես, այդ թողտը չի խանգարել քեզ։ Բարևս մա չէ։ Այս ամբողջ ուրեմն պատմության շարունակությունն է, որ այնտեղ էլի ունեցավ իր ստորեն ու հրապարակավ ծաղրում է, հրապարակավ Ուրում գիտես ի՞նչն է հարցը, դա իրան որ ծաղրեն, իրա հերնել արիցած կոպիտ ասած, մեզ вообще չի հետաքրում իրան անձնապես, բայց ինքը այդտեղ անձնական կարգավիճակով չի, բոլորիս է ներկայացնում։ Այսինքն այդ ծաղրի առարկան մենք ենք, դա մեր արժանապատվության հարցն է։ Էս է ամբողջ խնդրեմը։ Մենք ենք գետինը մտնում, այդ այլանդակ այդ նվաստացած այդ կոշիկ լիզող վիճակում կներեք իրա բառն եմ ասում, ինքն էր ժամանակին մեղադրում այն իշխանություններին, որոնք որ երբեք արտաքին հարաբերություններում սրա ինչ է հայմատելու էլ չի, դա вообще հայմատելու չի։ Այս sense բան մենք չենք տեսել երբեք եւ չենք էլ հաստատ տեսնելու, այդ մարդկանց էր մեղադրում, հիմա ինքն է, այն որ ասում է
Աստված դեմը բերեց էլի, կոշիկ լիզող էր մարդկանց ասում։ Չգիտեմ, Աստված դեմը բերեց, թե ինչ որ երկրների հատուկ ծառայություններ ամեն դեպքում հա, հիմա մենք հասել ենք այս վիճակին եւ այս վիճակում հաստորեն պետք է շարունակենք ըստ ընդդիմության հաշվարկների առնվազն 1 տարի։ Հիմա Չգիտեմ, ամեն դեպքում երբեք ոչ մեկ չի բացառել, որ այլ գործընթացներ կարող է լինել, այստեղ խնդիրը այդ չի, խնդիրն է նա, որ մենք ոնց որ թե չենք տեսնում ինչ որ պլան, էլի։ Այստեղ պլան չտեսնելն է մարդկանց ավելի շատ յարդայնացնում, որքան հրապարակային արտահայտությունները, որտեղ որ երբեք ոչ մեկ չի բացառել, որ մինչև այդ մենք այդպես ինչ որ հարցեր ենք լուծելու։ Մի խոսքով էլի, շատ նյարդային շաբաթ էր եւ այս էլի ջղայնացանք, հիշեցինք ջղայնացանք։ Դե լավ, սրանով արի ավարտենք մեր 25-րդ կիսահոբելյանական ծովից ծովը ավարտենք, հույս ունենանք, որ մի շաբաթ ավելի լավատեսական լուրեր կլինեն եւ դուր բացող, լույս բացող լուրեր կլինեն։ Նորից խնդրենք մեր ունկնդիրներին լայք դնել, նկարագրության մեջ բոլոր տարբերակները կան, հնարավորության դեպքում մեր ընկերներին օգնեն, որի գլխավոր պրոդուկտը իմնեմնիմին է, բայց բազմաթիվ այլ պրոդուկտներ կան, նոր պրոդուկտներ են ստեղծվում եւ այդ պրոդուկտներից մեկն էլ մեր Ծովից ծով ոդքասթը աղասի հետ եւ թողնել մեկնաբանություններ, որոնք մեզ օգտակար են մեր հետագա հաղորդումները ավելի լավ պլանավորելու համար։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, մինչև մյուս կիրակի։ 20:00 Երևանի ժամանակով, 9 AM Լոսի ժամանակով։